արդեն տևական ժամանակ է իր ձախողումը ռուս-ուկրաինական այս պատերազմի կանգնեցման մեջ, որ ինքը խոսք էր տվել բազմաթիվ անգամ, անընդհատ կոմպենսացնում է այս պատերազմը։ Ոսում ախպեր էս էլ էր բեսանտ լուրջ պատերազմ։ Գիտեք, արես Կամբոդյան Ալբանիայի հետ ինչ տիպի խփոցի էր, ախպեր, 30 տարի է։ 30 տարվա պրոբլեմ։ Հանդիպեցի ախպեր Ալիևի, որ իմ ընկերն է հիմա դառը։ Գիտա, արես էս տղայի ախպեր 22 տարի ղեկավարում է։ Ու հետին է, այդ մյուսը։ Այնտեղ են։ Եկան ախպեր ջան, ձեր սխմեցի հիմա, դե Ռուսաստանը մի քիչ բարդ ախպեր, ես չեմ կարում ախպեր։ Այն մեկը չեմ կարում ախպեր։ Այս մեկը էս երկու տղեկին։ Էնի բայց կարացա անեմ, բան, ոչ նորմալ է։ Ինքը, այսինքն դրա համար մալադեց Նիկոլ իր աչքերում, որտեվ տվեց Իրան այդ հնարավորությունը, այս փուչ process-ը ներկայացնել որպես սեփական, այսինքն այստեղ շահողները գլոբալ առումով քարոշչական Նիկոլն է, Թրամփն է ու Ալիևը դուրս է գալիս այդ տրամաբանության մեջ, որտեվ գիտեք արդեն տևական ժամանակ է, թե Ալիևը, թե իրենց քարոշչական համակարգը եւ թե վարչապետը ամենաբարձր ամբիոններից միջազգային անընդհատ ասում են Զանգեզուրի Միջանցք։ Այս պրիդուրկը ելնում է ախպեր Միջանցք մի ասեք, արա Միջանցք չկա, մի ասեք, դեմից էլ ավելի ազնիվ էր, ասում էր եկեք դա չկոչենք Միջանցք,